Աղազինյան ընտրական պրոցեսներում թիրախավորումից զերծ չմնացիք նաև դուք կոնկրետ ձեր գործի մասով ինչ նորություն կա, այսպես ասենք, եւ այսօր հասկացանք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել էր այն, ինչը որ ենթադրել էր, որ պիտի ամփոփի Նիկոլ Փաշինյանի գործընկերը, ընկերը, նախկին կուսակիցը։ Ինչ սպասել հետո։ Իմ գործի հետ կապված ձեզ տեղեկացնեմ, որ միջնորդություն ատվել ԿԸՀ զբաղված են ըստերեոտին չի քննարկվել դեռևս, նույնիսկ նշանակված չի, այդտեղ որպես այդպիսին գործ չկա, մի կնոջ ինչ-որ խոսակցություն չի կարող ուղղակի լինել այդպիսի բան եւ չի եղել, ինչ վերաբերում է հանձնաժողովի որոշմանը, ճիշտ ասած այլ բան չէի սպասում ես անձամբ, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում ճիշտ է, թղթի վրա կան որոշ անկախ մարմիններ, բայց համոզված եմ, որ իրական փաստացի անկախ որևէ եւ իրավապահ մարմին եւ հանձնաժողով գոյություն չունի։ Հիմա թող մի հատ հասկանանք, տեսնենք այս 3 տեղամասի հետ կապված կրկնակ քվեարկություն անում են թե ոչ, հետո ստանանք որոշում կասենք։ Այսինքն այս պահին ձեր գլխավոր պահանջը ամեն վերաքվեարկություն անցկացնել։ Ուժեղ Հայաստանի գլխավոր պահանջը ընդհանրապես ընտրությունները անվավել ճանաչել, նոր ընտրություններ նշանակելն է։ Որտեղ ես երկու պահանջներն էլ լսեցի այս երկու։ Բայց հաշվի առնելով, որ մենք գործընկերներ ունենք այստեղ եւ սպասում են ամեն դեպքում հանձնաժողովի վերջնական որոշմանը, ըստ այդմ ասենք։ Պարոն Ղազանյան, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է առամեջ բերել խորհրդարանական ընդդիմությունը ուժեղ Հայաստան ու Հայաստան դաշինքները լեգիտիմ չեն, ընտրակաշառքով այժմ հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, սա կխնդրի մեկնաբանել։ Եթերային խոսույթ են ման գալիս հիմա, որ պատասխանեն։ Տղամարդը բան որ խոսում է, հիմնավորում է։ Եթե տղամարդը բան խոսեց, բոլորին են խորհուրդ տալ եւ չապացուցեց, ուշադրություն մի դարձրեք, ոչ տղամարդը, ոչ մարդը։ Թող ապացուցեն, չի եղել ընտրակաշառքին։ Լավ, սենց ասեմ, եթե անգամ տեսականորեն պատկերացնենք, կա դատարանի որոշում չկա։ Մարդ պետքա կամ տագետ լինի, կամ անտեղյակ։ 200-ից ավելի գործի մասին է խոսում հակակոռուպցիոն կոմիտեն, բայց 14 դեպքով կա ընդամենը մեղադրական, այսպես ասած, դե դատարան են ապել։ Չէ, ներողություն, մեղադրական եզրակացությունը դա դատարանի որոշում չի։ Իրավունք ունի ինչ-որ մեկը խոսել ինչ-որ մեկի մեղավորության մասին ինչ-որ դեպքով, եթե կա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ։ Միանշանակ, եթե այդքան են իրանց ոնց ասեմ, ժողովրդի 500-550 հազարին ասում են դուք ընտրակաշառքով եք անցել, Facebook-ում շատ տեղեր մարդիկ կարդացել եմ, շատ։ Դուրս են գալի, ասում են դուք շարքային ստախոս եք, մանիպուլյատոր եք, ինձ ընտրակաշառք չեն տվել, բա ոնց եմ ընտրել։ Այսինքն, եթե անգամ տեսականորեն պատկերացնենք, չնայած չկա այդպիսի բան, որ ինչ որ մի երևույթ էլ կա, դատարանը դեռևս իր գնահատականը չի տվել։ Ես դրա համար եմ ասում, տղամարդ են, թող ապացուցեն, ապացուցելը դա նշանակում է Ղազինյան Դավիթը բերեց փողը տվեց, ասես պիտի ընտրես ինձ։ Հիմա եթե ունեն ապացույց, թող ապացուցեն, եթե չունեն, թող Ձերբակալության կանչել եք։ Մենք հստակ պարզաբանել ենք, որ դա եղել է Երևան, Հայաստան-Վրաստան ռևերսային գծի պրոբլեմը։ Այսինքն հեծի տիրույթից դուրս է եղել է բեցին։ Թե այս անգամ ինչեր են կատարել, չեմ կարող Չեմ կարող դինուտուսուրեն է ժամանակ է։ Ամեն դեպս սենց ասեմ, եթե անգամ ինչ-որ մեկը համոզված են, որ մեր կողմից չի եղել, բայց եթե անգամ ինչ-որ մեկը, ինչ-որ հասարակ աշխատող թեկուզ միտում ունենալ, հավատացած եղեք, հիմա բացահայտած կլինեն իր բոլոր հետևանքները։ Տեսեք, բազմիցս մեղադրանքներ են նշել, որ 2018 թվականին նաև Ես այդ ժամանակ եղել եմ Երևան քաղաքի տնօրեն, ամենայն պատասխանությամբ հայտարարում եմ աշխատանքի ժամին ոչ մի աշխատակից չի դուրս եկել,
եւ մեր կողմից որևէ ուղղություն չի եղել։ Ինչ են արել, այդ եմ ասում, ինչ են արել աշխատանքային ժամից, մեր աշխատակիցների աշխատանքային ժամից դուրս կներով չեմ կարող ասել, բայց ամենայն պատասխանությամբ ասում եմ, ուղղություն չի եղել մեր կողմից որևէ եղել են ասել։ Ինչպես որ նորմալ պետք է դուք պահանջում եք, ձեր ուժը պահանջում է, որպեսզի նոր քվեարկություններ ունենան։ Արդյոք իրատեսական եք համարում ներկան ունենալով հետագայում Ես կարծում եմ, որ տեսեք, ընդհանրապես ընտրությունները չեղել են համարվում, եթե էական ազդեցություն ունեցող հանգամանքներ կան։ Նախ առաջին է բժշկական ապահովագրություն, դրոշակ եւ այլն միանշանակ էական ազդեցություն ունեցող ընտրակաշառքները։ Երկրորդը իրարած վարչական ռեսուրսը ևս։ Ես ուղղակի համոզված եմ, որ իրենք երկրորդ անգամ չեն կարողանալ նույն վարչական ռեսուրսը զբաղել եւ իմ կարծիքով շատ արագ սպառնում են ասում միջոցները բժշկական ապահովագրության, այսինքն չեն կարողանում ձգել։ Ունեմ համոզմունք, որ չեղել հայտարարության դեպքում իրենք ուղղակի շատ լուրջ պատմում իշխանությունից հիասթափություն անգամ պետական ռեսուրս։ Չբացեմ շատ մակարդակներ, բայց համոզված եմ, եթե ունենան այդպիսի խիզախություն եւ այսպես ժողովրդավարության բացիոն հայտարարած ուժը, վերջինաշուտ ախր ամբողջ աշխարհն է կասում։ Առաջինը 49%։ Արդեն մեծամասնություն չի, անկախ է դոնթը բանաձևի սահմանության կարգավորումներից։ Երկրորդը ամբողջ Հայաստանը երում է, որ իրարվել է վարչական ռեսուրս կալանավորումներ, ձերբակալումներ։ Բոլոր առումներով անգամ համոզված են իրենք շնորհավորած եվրոպացիները, նույնպես ինքնասպասությունները անգամ տուրիստների դերում հայտնել։ Լեգիտիմություն որպես այդպես։ Երկրորդ անգամ լինելու է լեգիտիմություն, եթե Փաշինյանի հետ նորից բնակչություն։ Եթե կարողանանք զսպել բոլոր տեսակի ընտրախախտումները եւ վարչական ռեսուրսը շնորհալ, իսկ ինչի՞ չարեց առաջին անգամ զսպել այդ խախտումը։ այդ ամեն ինչ արվում է շատ սողացված, արվում է շատ այսպես ռեպրեսիվ մեթոդներով եւ անգամ մտածեցեք մենք ընդհանրապես 3-4 ամսական ուժ ենք։ Այսքան էլ որ կարողացել ենք հավատացած եղել գովասանքի արձանի։ Հիմա չէ, տեսեք, հիմա մենք նախ առաջինը, եթե անգամ ինչ-որ բան հայտարարում են, մենք այստեղ խոսեցինք, չկա որևէ ապարդյուն։ Գոնե դատարանի գործ։ Չէ, ձայնագրությունը, դե գիտեք, ես էլ կարող եմ ձայնագրություն ասել, փեսան աները չաշակյաբակները բռնում տանում բարենավորում։ Հիմա ուզում ասեմ, քանի դեռ չկա անաչափ դատարանի որոշում, դրա մասին խոսելը, նորից կրկնում եմ, տգիտություն է։ Հիմա երկրորդ վերաբերում է ընտրություններին։ Նորից համոզված ասում են, թույլ չտվեք բացահայտել ամբողջ գործիքակարգը, բայց ունեմ համոզում, եթե ամբողջ աշխարհի դիմաց հայտարարած եղած իշխանությունը, որը ժողովրդական բացիոն է հայտարարում մեր երկրի նույնիսկ այսպես կերտում է, պետք է խիզախություն ունենա եւ գնա այսինքն նոր ընտրությունների։ Այդ պարագայում արդեն ինքն մեր գործիքակարգն ունել համոզված են, որ չենք հասնելու։ Այո։ Նոր ասեցի, Լիաջան, այլ բան է աջակցում իր քաղաքական նպատակներով հեռահար, այլ բան է թրուշը խոսում։ Վերջին հաշվով նույն Եվրոպան իր մոտ, սրա 1%-ը թրուշ։ Համոզված եք իրեն էլ անա։ Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը իր գործիքական բակում լեգիտիմ իշխանություն, ես համոզված եմ, որ ժողովուրդը առաջին եւ են քաղաքական ուժերը, որ առաջնորդի իրավունքն շփտելու։ Այսինքն այս պարագայում այսպես չենք ասում ենք կարողություն, որտեղ ոչ ոք չի հաղթել։ Հաղթել են որոշակի արտաքին խաղացողներ, բայց այ ժողովուրդը պարտվել։ Հա, բանջարով Հազիգան, իսկ ամեն դեպքում, եթե հնարավոր չեղավ կենտրոնական մտրական Նոր լրիվ ասեմ չեն ասում։ Այս պլանբեն սա է։ Չէ, պլանբեն ուժի մեջ է։ Պլանբեն, ես չեմ ասում ընտրությունների օրը պլանբեն ասում։ Ես ասում եմ պլանբեներ ունենք, ցելը ունենք։
բայց հələ ժամանակը չի եկել, չի ավարտվել այսպես ասած, չէ՞։ Բայց ամեն դեպքում եթե չհասնեք նրան, որ նոր ընտրություններ լինեն, ինչպես եք անելու, որ չգնան նոր ընտրություններ։ Սիրելի լրագրողներ, կան որոշակի բաներ, որոնք այսպես չի ասել։ Թույլ տվեք քննարկումները տանեն, տեսնենք ամեն վայրկյան բանը, ամեն վայրկյան։ Հասկանանք, տեսնենք ինչ են անում, կլինեն հայտարարություններ անպատասխան, բայց ինչպես հայտարարել ենք, մենք ամեն մի ձայնին տեր ենք կանգնելու եւ համոզված ենք, որ իշխանությունը լեգիտիմ չի։ Դրա դեմ արդեն կարող են գործողություն։